Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցել եմ քաղաքագետ Էդգար Առաքելյանի հետ, ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Առաքելյան։ Բարև ձեզ։ Եվ այժմ քննարկման կենտրոնում է հայտնվել այն հարցը, որ Միացյալ Նահանգները պաշտոնական Վաշինգտոնը հետքայլ կատարեց ու նախագահի մակարդակով հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի օրը մեծ եղեռն ձևակերպումը օգտագործվեց։ Դուք սա ինչպես եք մեկնաբանում, սա արդյոք նշանակում է կենտրոնական իշխանությունների եւ ընդհանրապես Միացյալ Նահանգների կողմից հետքայլ արդեն իսկ որդեգրած դիրքորոշումից։ Ընդհանրապես պետք է փաստենք, որ Միացյալ Նահանգները ինստիտուցիոնալ առումով, օրենսդիր մարմնի երկու պալատների մակարդակով ճանաչել է հայոց ցեղասպանությունը, ընդ որում այսպես ձայների ճնշող մեծամասնությամբ, եւ այս առումով մենք կարող ենք ասել, որ այնուամենայնիվ Միացյալ Նահանգները ճանաչել է հայոց ցեղասպանությունը, սակայն բնականաբար տվյալ ժամանակահատվածի ադմինիստրացիան իդեմս նախագահի ունի միգուցե իր մոտեցումները եւ այդ առումով մեծ եղեռն եզրույթը ինքը բնականաբար հայերեն եզրույթ է, որը նույնպես թարգմանաբար նշանակում է ցեղասպանություն։ Մենք գիտենք, որ նման օրինակ եզրույթը օգտագործում նաև հրեաների ցեղասպանության հետ, հոլոկոստ անվանելով, բայց այնուամենայնիվ բնականաբար ցանկալի էր, որ Միացյալ Նահանգների նախագահը օգտագործեր հենց միջազգայինորեն ընդունված տերմինը ցեղասպանություն եզրույթը եւ ինչպես նշեցիք, չնայած Բայդենը 4 տարի շարունակ ուրեմն հայտարարեց այդ մասին, Տրամպը շարունակեց այն գիծը, քաղաքականությունը, որը մենք տեսել էինք իր կառավարման նախորդ 4 տարիների ընթացքում։ Եվ հետքայլի առումով ես չեմ կարծում, մեծ առումով, գլոբալ առումով Միացյալ Նահանգները հետքայլ է կատարել, քանի որ ինչպես նշեցի, խորհրդարանը, պարլամենտը, երկու պալատները ճանաչել են հայոց ցեղասպանությունը եւ դա անբեկանելի է։ Միգուցե Միացյալ Նահանգները նաև ներկայիս վարչակարգը հաշվի առնելով են հանգամանքը, որ Թրամփը ցանկություն ունի այսպես խաղաղություն հաստատել տարբեր տարածաշրջաներում եւ այդ առումով միգուցե նաև Թուրքիային որոշակի ռևերանսներ է արել, ակնկալելով դրա դիմաց Թուրքիայից նաև որոշակի քայլեր եւ առաջիկայում ժամանակը ցույց կտա, թե արդյոք դա այդպես էր եւ արդյոք Թուրքիան հասկացել է Միացյալ Նահանգների այս մեսիջը։ Դե Թրամփը հայտարարում էր, որ Էրդողանը իր ընկերն է, Էրդողանն էլ իր հերթին ասում էր, որ ես եւ Թրամփը այն խելացի, այսպես ասած, ղեկավարներից ենք, այսինքն անձնական կապերն այնուհանդերձ գոյություն ազդեցություն են ունեցել։ Այո, ես կարծում եմ, նաև պետք է հաշվի առնենք Թրամփի ուրեմն անձնական հատկանիշները, ով շատ մեծ տեղ է տալիս կամ տեղ է հատկացնում նաև հենց անձնական կապերին, սակայն ես կարծում եմ, որ այստեղ բացի անձնական կապերից գործ ունենք նաև իմ կողմից նշված հանգամանքի հետ, Միացյալ Նահանգների ներկայիս ադմինիստրացիան կարծում եմ փորձում է որոշակի նաև բալանս պահել Թուրքիայի հետ կամ որոշակի նաև ռևերանսներ անել դեպի Թուրքիան, ակնկալելով Թուրքիայի կողմից որոշակի քայլեր տարածաշրջանի հետ կապված ու մասնավորապես Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հետ կապված, իսկ մյուս առումով մենք տեսանք նույն այդ հայտարարության մեջ, որ Թրամփը նաև շեշտեց Հայաստան-Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկերության այդ հարաբերությունները շարունակելու պատրաստակամությունը, որը կարծում եմ շատ կարևոր նաև շեշտադրում էր Թրամփի կողմից, քանի որ առաջին անգամ, այդ փաստաթուղթը ստորագրելուց հետո առաջին անգամ մենք տեսանք Միացյալ Նահանգների նախագահի կողմից նման հստակ հայտարարություն, մենք գիտենք, որ մինչ այդ կար տարբեր տեսակետներ, մանիպուլյացիոն մոտեցումներ, որ դա կնքվել է Միացյալ Նահանգների նախորդ վարչակարգի հետ եւ այս վարչակարգը այսպես մտադրություն չունի շարունակելու այդ հարաբերությունները եւ այս հայտարարությամբ ըստ էության, որը ես կարծում եմ չափազանց կարևոր, այս հայտարարությամբ
առաջին անգամ Միացյալ Նահանգները ամենաբարձր մակարդակով, նախագահի մակարդակով հայտարարեց, որ իրենք պատրաստ են շարունակել այդ ռազմավարական գործընկերության հարաբերությունները։ Տեսեք, այստեղ չեք կարծում, որ Վաշինգտոնի կողմից տարածաշրջանի առումով այսպես երկակի ստանդարտներ կան, մեկ ցեղասպանության մասով ավելի այսպես զիջողական քաղաքականություն է վարվում, իսկ միաժամանակ նաև արձանագրվում է նախագահի մակարդակով, որ սպասում է ինքը հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության խորացմանը, սա ինչով է պայմանավորված։ Տեսեք, մենք պետք է հաշվի առնենք այնուամենայնիվ, որ Թուրքիան հանդիսանում է Միացյալ Նահանգների, եթե Հայաստանը վերջերս ընդամենը ստորագրեց ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը, պետք է շեշտենք, որ սա ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ է եւ ոչ թե ռազմավարական դաշնակցային հարաբերությունների մասին փաստաթուղթ, իսկ Թուրքիան, ինչպես գիտենք, Միացյալ Նահանգների դաշնակիցն է, թե ՆԱՏՕ-ի շրջանակներում եւ թե առանձին վերցրած եւ բնականաբար, եթե նժարի վրա են դնում Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի հարաբերությունները եւ Միացյալ Նահանգների ու Հայաստանի հարաբերությունները, որոնք դեռ պետքա կառուցվեն, ապա այստեղ ակնհայտ է, որ Թուրքիան ունի շատ ավելի մեծ ազդեցություն կամ Թուրքիան ունի շատ ավելի մեծ նշանակություն Միացյալ Նահանգների համար, քան Հայաստանի Հանրապետությունը, բայց միևնույն ժամանակ պետքա փաստենք, որ վերջին տարիներին, չնայած այդ հանգամանքին, Միացյալ Նահանգները բավականին լուրջ դիվանագիտական, քաղաքական եւ այլ ոլորտների աջակցություն է ցուցաբերել Հայաստանին եւ ուրեմն կապված ցեղասպանության եզրույթի օգտագործման կամ չօգտագործման հետ առաջիկա ամիսների գործընթացները ցույց կտան, թե այնուամենայնիվ ինչպիսի դիրքորոշում ունի վերջնականորեն ձևավորված Միացյալ Նահանգները Հայաստանի նկատմամբ եւ արդյոք այո, այդ այսպես ասենք Միացյալ Նահանգների տակտիկական հետքայլը այդ եզրույթի օգտագործելու հետ կապված արդյոք ուղղված էր Թուրքիային եւ Թուրքիային որոշակի այսպես ռևերանս էր, որպեսզի Թուրքիան ընդունի դա եւ իր կողմից կոնկրետ քայլեր ձեռնարկի Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունները կարգավորելու առումով։ Եվ նաև ուշագրավ էր եվրոպական առաքելության գրառումը, խմբագրված գրառումը, որ ցեղասպանության հուշահամալիր կատարելու ընթացքում արված հրապարակման մեջ օգտագործել էին ցեղասպանություն բառը, բայց հետո խմբագրել էլի մեծ եղերն էին գրել, սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ Եվրոպական միության առաքելությունը դա բազմազգ առաքելություն է եւ միգուցե այնտեղ կան երկրներ, որոնք ունեն իրենց առանձնահատուկ դիրքորոշումը եւ չկա միասնական դիրքորոշում այդ հարցի հետ կապված, ուստի ես կարծում եմ միգուցե եղել են որոշակի վերապահումներ այլ երկրների կողմից, որի արդյունքում Եվրոպական միության առաքելությունը փոխել է իր ուրեմն այսպես ասենք գրառումը, ես այդպես եմ անցալում, այստեղ այլ խնդիր չեմ տեսնում։ Դե բայց հիմնականում այն պետությունների ներկայացուցիչներն են, որոնք ճանաչել են հայոց ցեղասպանությունը։ Դե ես կարծում եմ, որ այնուամենայնիվ Եվրոպական միության առաքելությունը որպես չեզոք կառույց, միգուցե փորձում է նաև որոշակի չեզոք դիրքորոշում ունենալ կամ չեզոք դիրքերից հանդես գալ, չտալով որոշակի առիթներ քաղաքական մեկնաբանությունների եւ այսպես կողմնապահության, այսպես մենք գիտենք, որ Ադրբեջանը մշտապես այսպես Եվրոպական միության առաքելությունը վերցրել է իր թիրախում եւ ամեն պատե եւ անպատե առիթի փորձում է ուրեմն քննադատել եւ փորձում է հնարավորինս ամեն ինչ անել Եվրոպական միության առաքելության դեմ, որպեսզի այն չգործի Հայաստանում։ Ես կարծում եմ, սա Եվրոպական միության առաքելության կողմից որոշակի զգուշավոր դիրքորոշում է կամ դրսևորում է։ Թե մենք պետք է հարցին նայենք այն կոնտեքստում, թե ինչ է անում, ինչ է ասում Հայաստանի իշխանությունը հայոց ցեղասպանության
փաստի վերաբերյալ եւ մյուսներից այլ ակնկալիքներ չունենանք, մասնավորապես որ այս հարցը արդեն պաշտոնական Երևանի համար արտաքին քաղաքական առաջնահերթություններից չէ։ Նիկոլ Փաշինյանը եթե 20 թվականին 21-ին հստակ պահանջներ ու մեղադրանքներ էր ներկայացնում Թուրքիային Օսմանյան կայսրության արածների հետ կապված եւ ակնկալիքներ ուներ, հիմա մենք տեսնում ենք ավելի զիջողական քաղաքականություն եւ այլ ինչ պետք է ուզենք Վաշինգտոններից կամ Բրյուսելներից այս հարցի հետ կապված։ Գիտեք, ես կարծում եմ, որ մեծ առումով հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը այլևս կատարված փաստ է, իրողություն է, եւ այստեղ ես չեմ կարծում, որ Հայաստանի իշխանությունների որևէ հայտարարություն, որևէ ազդեցություն կունենա այդ փաստի արձանագրման վրա, այն պարագայում եւ երբ այդ փաստը ըստ էության արձանագրված է, եւ մեծ առումով նաեւ Հայաստանի իշխանությունները չեն հայտարարել, որ ժխտում են հայոց ցեղասպանությունը, պարզապես արտգործնախարարը հայտարարել է, որ այո, արտաքին քաղաքականության առաջնահերթություն չի հայոց ցեղասպանության միջազգային նկատի ունեմ, եթե արտաքին գործերի նախարարը հայտարարել է, դա բնականաբար տվյալ իշխանության արտաքին քաղաքականության կուրսի մասին է խոսում, ընդհանուր մինչև վարչապետ, անկախ նրանից, թե վարչապետը կհայտարարի, թե չէ, եւ այդ առումով ես կարծում եմ, որ կրկնեմ, որ հայոց ցեղասպանության ճանաչումը, միջազգայինորեն ճանաչումը այլևս իրողություն է եւ մենք այս առումով պետք է աշխատենք այլ ուղղության վրա, իսկ այդ ուղղությունը ես կարծում եմ Թուրքիան է եւ այսօրվա մեր գերխնդիրը պետք է լինի, որպեսզի այնպես անել, որպեսզի մի օր Թուրքիան դա ճանաչի եւ ուրեմն ընկալի եւ ճանաչի եւ այս առումով ես կարծում եմ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ոչ թե կփակի խնդիրը, այլ մեծ դաշտ կստեղծի, որպեսզի Թուրքիան հետագայում ճանաչի հայոց ցեղասպանությունը։ Դուք կարծում եք Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունն այնպիսին է, որ ամեն ինչ տանում է դրան։ Ես կարծում եմ, որ ուրեմն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հավերժ չէ, եւ ես կարծում եմ, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը եւ հայոց ցեղասպանության ճանաչումը դա 1 տարվա կամ 5 տարվա խնդիր չի, երբ խոսում ենք Թուրքիայի ճանաչման մասին, եւ այստեղ պետք է ունենալ հստակ ռազմավարություն, որը միգուցե 1, 2, 3 տասնամյակներ կտևի, ինչպես որ 3 տասնամյակների ընթացքում մենք կարողացանք կամ 4 տասնամյակների ընթացքում մենք կարողացանք հասնել նրան, որ այնուամենայնիվ միջազգային հանրությունը նրա ճնշող եւ ազդեցիկ մեծամասնությունը ճանաչեց այդ փաստը։ Ես կարծում եմ, որ այլևս ժամանակն է, որպեսզի մենք նման քաղաքականություն ունենանք նաեւ Թուրքիայի ուղղությամբ եւ այո, այդ մի քանի տասնամյակների ընթացքում ես համոզմունք ունեմ, որ եթե մենք ճիշտ աշխատենք թուրքական հասարակության հետ, ապա Թուրքիայում դա հնարավոր է։ Այսօր էլ, երբ որ Էրդողանի, այս կառավարման տարիներին թուրքական հասարակությունը շատ ավելի ռադիկալ, արմատական եւ ազգայնական է, այնուամենայնիվ Թուրքիայի հասարակության մեջ կա զգալի մաս, որ ճանաչում է ուրեմն հայոց ցեղասպանությունը, ավելին 3 մենք ականատես եղանք, թե մի քանի ուրեմն թուրքական կուսակցություններ, էլիտայի մաս, տարբեր կազմակերպություններ հայտարարություններ տարածեցին եւ կոչ արեցին Թուրքիայի իշխանություններին վերջ դնել այդ ուրեմն ժխտողականությանը եւ համոզված եմ, որ Էրդողանի իշխանությունն էլ հավերժ չէ եւ երբ որ կգա ավելի լիբերալ իշխանություններ, երբ որ հասարակությունը շատ ավելի լիբերալ կլինի, քան այսօր, երբ որ հասարակությունը շատ ավելի ոչ ավելի ռադիկալ կլինի, քան այսօր, ես համոզմունք ունեմ, որ հենց Թուրքիայի հասարակության ներսի ճնշումների եւ ցանկությունների արդյունքում թուրքական էլիտաները կգնան այդ ճանապարհով եւ ինչ որ մի պահի կընդունեն հայոց ցեղասպանությունը։ Եվ հայ-թուրքական ներողություն եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կրկնեմ, մեծ հնարավորություն է տալիս մեզ աշխատել թուրքական հասարակության հետ եւ հասնել արդյունքի։
Բայց տեսեք, ինչքան էլ աշխատենք, ինչքան էլ քայլեր անենք, միևնույն է, հզոր Թուրքիան, տարածաշրջանի մակարդակով գոնե հզոր Թուրքիան իր այս ուղղությամբ բոլոր քայլերը իրականացնում է Ադրբեջանի հետ որոշումների արդյունքում այդ աշխատանքները արդյոք ապարդյուն չեն լինի, քանի հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորված չեն։ Տեսեք, ես այստեղ կառանձնացնեի Թուրքիային եւ Էրդողանին եւ Ադրբեջանին եւ Ալիևին։ Այո, այսօր ուրեմն Իլհամ Ալիևը բավականին ազդեցություն ունի ոչ թե Թուրքիայի վրա, այլ Էրդողանի կառավարության, Էրդողանի իշխանության եւ Էրդողանի կլանի վրա, որովհետեւ իրենք ունեն նաեւ շատ խոշոր բիզնես առնչություններ, փոխկապակցվածություններ։ Ադրբեջանի նախագահ ունի բավականին լուրջ լոբինգ, թուրքական էլիտայի Էրդողանի, այս կառավարող շրջանակների ներսում եւ այդ գործոնը այո այսօր աշխատում է, սակայն այդ գործոնը հավերժական չէ, այդ գործոնը ինչ որ մի ժամանակի վերանալու է, գալու են նոր իշխանություններ, գալու են նոր հարաբերություններ եւ այդ հարաբերություններում այդ իշխանությունների հետ այո հնարավոր է աշխատել, այդ իշխանությունների ձևավորած հասարակության հետ այո հնարավոր է աշխատել, այդ նոր հասարակության ձևավորած իշխանությունների հետ այո հնարավոր է աշխատել եւ արդյունքներ գրանցել, այնպես որ երբ որ մենք ասում ենք Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններ, այսօր մենք նախ եւ առաջ պետքա ընկալենք ուրեմն Էրդողան-Ալիև հարաբերություններ, հետո Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններ։ Պարոն Արաքելյան, Բայրամովն ու Փաշինյանը դատապարտել են Հայաստանում Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշներն այրելու ակցիան, նախ այն մասին, որ Երևանից ու Բաքվից պաշտոնական մակարդակներով չասեմ նույնանում, բայց տրամաբանորեն նույն տրամաբանության շրջանակներում քննադատությունն է հնչում այդ երևույթի նկատմամբ, դուք սա ինչպես եք մեկնաբանում։ Տեսեք, ընդհանրապես ցանկացած երկրի դրոշի այրումը ինչ է տալի մեր հասարակությանը։ Ես անկեղծ ցանկանում եմ հասկանալ, թե օրինակ Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի կամ չգիտեմ որևէ այլ երկրի դրոշի այրումը գործնականում ինչա տալիս մեզ բացի այսպես անիմաստ ծափերից եւ ոչինչ չասող այսպես հրճվանքներից եւ այլն գործնականում որևէ բան չի տալիս դա մեզ Հայաստանի Հանրապետությանը ընդհակառակը Հայաստանը արտաքին հարաբերություններում դիտարկվում է մի ռադիկալ կամ չգիտեմ այսպես ասենք մերձավոր արևելյան մի համայնքի մակարդակի պետություն որտեղ այսպես ուրեմն անզորությունից այրում են, չգիտեմ, Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները կամ չգիտեմ, այլ երկրի դրոշները, ինչպես դա մենք տեսնում ենք, ասենք շատ հաճախ Պաղեստինում, ովքեր այրում են Իսրայելի դրոշները, դա իրենց ոչ մի բան չի տալիս, ավելին Իսրայելը տարիների ընթացքում շատ ավելի հզորանում է եւ գործնականում շատ ավելի ազդեցություն է ունենում այդ տարածաշրջանի վրա, քան ուրեմն արաբական այդ միավորները եւ նույնը այստեղ մեզ այդ հանգամանքը ոչ մի բան դրոշի այրումը 30 տարիների ընթացքում քաղաքական այդ խմբերը ամեն ապրիլի 24-ին այրել են Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները եւ քաղաքական միջազգային հարաբերություններում տարածաշրջանում մեզ դա ոչինչ չի տվել այդ տեսեք մենք խոսում ենք որ Թուրքիայում, կան տասնյակ կամ 100 հազարավոր քաղաքացիներ, թուրքեր, ովքեր ուրեմն կիսում են մեր այդ ողբերգությունը, ովքեր ճանաչում են այդ ողբերգությունը եւ ովքեր դատապարտում են ու իրենց կառավարությունից պահանջում են ճանաչել եւ դատապարտել այդ ողբերգությունը եւ Թուրքիայի դրոշը նաեւ այդ քաղաքացիների դրոշն է եւ եթե մենք ուզում ենք իսկապես որպեսզի Թուրքիան մի օր կամ Թուրքիայի հասարակությունը մի օր Հայաստանի հասարակությանը ընկալի որպես ոչ ռադիկալ իրենց նկատմամբ տրամադրված մարդիկ եւ փորձի քայլեր ձեռնարկել ճնշում գործադրել իր կառավարությունների վրա որպեսզի նրանք ճանաչեն հայոց ցեղասպանությունը, ապա ես կարծում եմ մեր դիրքորոշումները կամ մեր վարքագիծը մի փոքր այլ պետքա լինի եւ այդ
30-40 կամ միգուցե վերջին հարյուրամյակի ընթացքում այդ դիրքորոշումը, այդ վարքագիծը մենք պետքա փոխենք, մենք պետքա հասկանանք իրականում ինչ է տեղի ունենում մեր շուրջ միջազգային հարաբերություններում եւ դրոշ վառելու այդ ուրեմն տրամաբանությունից պրիմիտիվ պետքա անցում կատարենք այլ տրամաբանության եւ վարքագծի, որը շատ ավելի ռացիոնալ կլինի եւ որը շատ ավելի ուրեմն կարճաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում շատ ավելի դիվիդենդներ կարող է բերել Հայաստանի Հանրապետությանը, քան ոչինչ չասող եւ ոչինչ չտվող ինչ որ ուրեմն կտորի այրումը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի կենտրոնում։ Պարոն Առաքելյան, պաստառ պահելն էլ որևէ խնդիր չի լուծում մեծամասամբ, բայց քաղաքացին պաստառը գրությամբ պահելով իր բողոքի ձայնն է բարձրացնում, ինչու դրոշ այրելը չի դիտարկվում այդ կոնտեքստում։ Պարզ է, որ կենտրոնական իշխանությունները չպետք է դա խրախուսեն, չպետք է, չգիտեմ, դա այսպես ասած դրանով ինչ որ հետևություններ անեն, բայց գուցե պետք է լռել, ոչ քննադատել, ոչ գովաբանել, հաշվի առնելով, թե Թուրքիան ու Ադրբեջանը հայ ժողովրդի կյանքում ինչ ունեն, ոչ թե ադրբեջանական թեզերին համապատասխան հայտարարություն տարածեն։ Գիտեք, դա մոտեցման հարց է, գուցե պետք է լռել, գուցե պետքա իրենց տեսանկյունից, որ վարում են Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու քաղաքականություն, միգուցե պետքա հայտարարություն տարածեին, որտեղ ընդգծեին, որ օրինակ դա իրենց, դրոշ վառելը իրենց արտաքին քաղաքական օրակարգը չէ, քանի որ մենք տեսանք, որ այս ապրիլի 24-ից առաջ որոշակի էլի մանիպուլյացիոն գործընթացներ տեղի ունեցան խորհրդարանում, որտեղ քրեականացված, հայոց ցեղասպանությունը քրեականացնող, ժխտելը քրեականացնող օրենքի զուգահեռ էլի ուզում են, չգիտեմ, թե ինչը քրեականացնեն եւ ակնհայտ է, որ այստեղ որոշակի սադրանքներ կան, որոշակի մանիպուլյացիաներ կան եւ միգուցե այս տեսանկյունից իշխանությունը նպատակահարմար է գտել հայտարարություն տարածել, որով հստակ իր դիրքորոշումը արտահայտել, որ դա իր ուրեմն քաղաքականության կամ իր օրակարգի մասը չէ, քանի որ լռությունը, ինչպես ասում են, լռությունը համաձայնության նշան է, միգուցե այդ լռությունը նաեւ մեկնաբանվում է այդ քաղաքականության հետ համաձայն լինելու ուրեմն դիրքորոշում։ Եվ հետեւաբար ես կարծում եմ, այս հարցի պատասխանը հստակ պետքա իշխանությունները տան, թե ինչու իրենք դատապարտեցին եւ միգուցե ժամանակի ընթացքում այդ պատասխանները մենք կունենանք։ Եվ պարոն Առաքելյան, եկել է Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ժամանակը, նման պնդում է անում Սերժ Սարգսյանը, ասում է հասունացել է Փաշինյանին իշխանությունից զրկելու ժամանակը եւ հանրապետական կուսակցությունը, որ 7 տարի առաջ այս օրերին մերժվում էր համաժողովրդական շարժմամբ, ասում է, որ ծրագիր ունեն։ Ինչ ծրագրով կարող է ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից։ Վերջին ուրեմն հեղափոխությունից անմիջապես գրեթե հետո այդ նախկին իշխանությունները ՀՀԿ-ն, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը ամեն տարի հայտարարում են ինչ-որ ծրագրի մասին եւ ամեն տարի ձախողում են, վերջին նման գործընթացը այդ իրանցից սկսված ուրեմն հոգեորականի շարժումն էր։ Ես կարծում եմ, որ որքան շատ է խոսում Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին հեռացնելուց, որքան շատ է խոսում Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին հեռացնելու մասին, ապա Նիկոլ Փաշինյանը այդքան երկար է մնալու Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկին եւ կարծում եմ, որ իրենց շրջապատում կան մարդիկ, որ դա գիտակցում են եւ այս համատեքստում ինձ համար զարմանալի է, երբ որ այդպիսի մտադրություն ունեցող մարդիկ լավ հասկանալով, թե ինչպիսի վերաբերմունք ունի հասարակությունը իրենց նկատմամբ, մշտապես հանդես են գալիս այդպիսի հայտարարություններով։ Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը չեն այն մարդիկ, ովքեր ի վիճակի են հեռացնել Նիկոլ Փաշինյանին, այն էլ ուրեմն ոչ ընտրական ճանապարհով, քանի որ համոզված եմ, որ նրանք չունեն Հայաստանում այնպիսի քաղաքացիների աջակցության կամ քաղաքացիների այնպիսի կրիտիկական զանգված, ովքեր
կկանգնեն մինչև վերջ իրենց կողքին եւ Հայաստանում կիրականացնեն, չգիտեմ, հեղափոխություն կամ հեղաշրջում կամ ընտրությունների միջոցով կրկին ձայն կտան իրենց եւ իրենք կրկին կգան իշխանության։ Բայց ինչի իրենք ռեսուրս ունեցող ուժեր են, իրենց համարում են փորձառու գործիչներ, ինչու չպետք է կարողանան։ Եթե ռեսուրս ունենալը նկատի ունեք միայն ֆինանսական ռեսուրսը, ապա այո, նրանք ունեն եւ ֆինանսական եւ տեղեկատվական լուրջ ռեսուրսներ, սակայն կյանքը ցույց տվեց, որ այդ ֆինանսական եւ տեղեկատվական ռեսուրսները իրենց չեն կարող օգնել այն պարագայում, երբ ազգը այսպես տոտալ ապաթիա ունի այդ անձերի եւ քաղաքական ուժերի նկատմամբ եւ այդ ռեսուրսները եւ ուրեմն տեղեկատվական միջոցները կարող են օգնել այն պարագայում, երբ որ ժողովուրդը հավատում է այդ ուժերին, ժողովուրդը վստահում է այդ ուժերին եւ ժողովուրդը ունի որոշակի պատրաստակամություն կանգնել այդ ուժերի կողքին եւ բերել իշխանության։ Իսկ մենք գործ ունենք այլ պատմության եւ այլ իրականության հետ։ Դե բայց գուցե Սերժ Սարգսյանը այս 7 տարիների ընթացքում դասեր է քաղել, որ 100,000-ավոր մարդիկ իրեն մերժեցին, սխալները վերանայել է, հիմա կարող է ավելի ճիշտ է, չնայած ասում է, որ չի հավակնում երկրի ղեկավարի պաշտոնին, ավելի վաղ ասել էր, որ իրեն պատկերացնում է խորհրդական, գուցե կարող է հիմա այդ սխալները հաշվի առնելով արդեն լավ կառավարի, գուցե որ հանրապետականը լինի այլևս Սաշիկ Սարգսյանը մարդկանց բիզնեսներում փայ չմտնի, չնայած որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը 7 տարի չկարողացավ դա բացահայտել, գուցե Փեսան չկարողանա տարբեր ընկերություններում բաժնետեր դառնա, գուցե նրանք հասկացել են այս հարատավոր երևույթները, թե բացառում եք։ Գուցե նարեք, բայց հաշվի առնելով այդ մարդկանց 20-30 տարիների ուրեմն այդ որ ասում եք փորձառու են այդ փորձը բացասական իմաստով եւ հաշվի առնելով նրանց այսպես ախորժակները, ես բացառում եմ, որ նման այսպես 180 աշճան փոփոխություն կլինի եւ մեծ առումով մենք պետքա առաջ նայենք եւ մենք պետքա փակենք վերջնականորեն Սերժ Սարգսյանների, Ռոբերտ Քոչարյանների այդ էջը, քանի որ դա մեզ համար լավ տեղ տանող ճանապարհ չի։ Մենք պետք է այնուամենայնիվ հասարակության աջակցությամբ ձևավորենք նոր էլիտաներ, նոր քաղաքական մտածողությամբ եւ իշխանության բերենք այդպիսի էլիտաներին, ովքեր ուրեմն չունեն անցյալում թույլ տված մեծ սխալներ եւ մեղքեր եւ ովքեր ուրեմն ամեն առիթով հայտարարում են, որ իրենք փոխվել են կամ պատրաստ են կամ դասեր են քաղել նախկին սխալներից, իսկ մեծ առումով երկրի ղեկավարի կամ ղեկավարների սխալները դրա համար հատուցում են ժողովուրդները եւ որքան էլ այդ մարդիկ ուրեմն հասկացած լինեն իրենց սխալները, որքան էլ այդ մարդիկ ուրեմն նույնիսկ եթե փոխվել են, ապա այդ սխալների արդյունքում ժողովրդի կրած ուրեմն տառապանքները եւ պետության ձախողումները այլևս հետ չես բերի եւ դրա համար ընդամենը պետք է պատասխան տալ։ Հիմա ինչու է Սերժ Սարգսյանը ակտիվացել, ինչ նպատակ է հետապնդում, նա հայտարարում է Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ծրագիր ունենալու մասին, թե փորձում է նաեւ այն խոսակցությունները իր կողմից շեղել, որ դուք եք մեղավոր, դուք Նիկոլին բերեցիք։ Ես անկեղծ չեմ ցանկանա այդ խոսակցությունների մեջ մտնել եւ կամ մեկնաբանել, քանի որ ամեն ինչ երևի շատ ավելի པարզ է, իսկ ակտիվության հետ կապված մենք այնպես չի, որ Սերժ Սարգսյանին пассив ենք տեսել, մենք տեսել ենք, որ ժամանակ առ ժամանակ կամ ամեն տարվա սեզոնի կտրվածքով Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը այսպես ակտիվանում են, հետո հերթական ձախողումից հետո նորից пассив որոշակի ժամանակ է գալիս, пассивության որոշակի ժամանակ է գալիս, որից հետո էլի այսպես եղանակները տաքանում են, նորից այս քաղաքական թիմերը դուրս են գալիս փողոց կամ չգիտեմ այս ձևով են դրսևորում իրենց քաղաքական ակտիվությունը, այնպես որ այս ամենը շատ կանխատեսելի է եւ արդեն բավականին հոգնեցուցիչ եւ ես համոզված եմ, որ այս թիմերը չունեն հանրությանը առաջարկելու որևէ ծրագիր, նախագիծ, պլան, որին հանրությունը կհավատա եւ որի միջոցով ուրեմն ըստ իրենց ներկայիս իշխանություններին կհեռացնեն իշխանությունից։ Այսինքն նրանք իշխանության հետ գալու որևէ շանս չունեն։
Այո, նրանք, այսպես ասեմ, ժողովրդավարական ճանապարհով իշխանության հետ գալու որևէ շանս չունեն։ Իրենք միշտ սովոր են եղել այլ միջոցներով իշխանությունը բռնազավթել։ Իրենց կառավարման ամբողջ 20 տարիների ընթացքում Հայաստանում իշխանությունը բռնազավթված է եղել եւ նրանք երբեք իշխանության չեն եկել արդար թափանցիկ ընտրություններով, ժողովրդավարական մեխանիզմներով եւ հետեւաբար հիմա էլ նրանք չունեն հանրային այն աջակցությունը, որ ժողովրդավարական ճանապարհով նույնիսկ ժողովրդավարական գործիք հանդիսացող ուրեմն հեղափոխական, ոչ ընտրական գործընթացներով իրենք կարողանան գալ իշխանության, ստիպել ներկայիս իշխանություններին գնալ հրաժարականի եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն Հայաստանի Հանրապետությունում։ Ես համոզված եմ եւ համոզմունք ունեմ, որ այո նման ռեսուրս իրենք չունեն, սոցիալական ռեսուրս նախ եւ առաջ իրենք չունեն եւ հետեւաբար իրենց մնում է այլ օրենքից դուրս, մարգինալ միջոցներով փորձել գալ իշխանության, որը ես կարծում եմ էլի կկանխվի։ Շնորհակալություն եւ կներեք, որ ասեցիք մարգինալ միջոցներով, ինչ նկատի ունեիք։ Նկատի ունեմ բռնության, նկատի ունեմ ուրեմն միգուցե ռազմական հեղաշրջման, նկատի ունեմ, չգիտեմ, նմանատիպ այլ մեթոդներով, քանի որ այս քաղաքական թիմերից հեռու չեն նման գործողությունները եւ իրենց կառավարման ամբողջ 20 տարիների ընթացքում մենք ականատես ենք եղել տարբեր տիպի բռնությունների, սկսած հոկտեմբերի 27-ից վերջացրած մարտի 1-ով տարբեր ուրեմն հանրային միջոցառումների ցույցերի բիրտ ուրեմն ճնշմամբ տարբեր սպանություններով քաղաքական սպանություններով նախ եւ առաջ եւ այս ամենը տեղի ունեցել իրենց կառավարման ժամանակահատվածում դեռ չենք խոսում իրենց ուղիղ մեղադրելու մասին այս ամենի պատասխանատուները առնվազն քաղաքական առումով իրենք են եւ փաստացի սա նաեւ իրենց համար ձեռագիր է այդ նկատի ունեմ երբ որ ասում եմ մարգինալ ճանապարհով ինչ որ փորձեն հաջողությունների հասնել եւ պատական չի որ տարբեր ուրեմն այս շարժումների տարբեր փուլերում մենք տեսնում ենք որ կան որոշակի խմբեր որոնք փորձում են սադրել եւ գնալ այսպես կոնֆլիկտների Շնորհակալություն պարոն Արաքելյան հարցազրույցի համար